Եվ այս պահին մշակութային շատ կարևոր մի իրադարձության մասին ենք խոսելու մեր հյուրերի հետ, ովքեր տաղավարում են, բայց հիմա ներկայացնենք թեման Հայաստանն առաջին անգամ կներկայանա Վերոնայի Շեքսպիրյան Ֆրինջ փառատոնում, այն միջազգային եւ բազմալեզու հարթակ է, որը ստեղծվել է Վերոնայում Ուիլյամ Շեքսպիրի պիեսների եւ պոեզիայի շուրջ նոր ստեղծագործական երկխոսություն ձևավորելու նպատակով։ Մանրամասները արդեն հյուրերի հետ։ Այո, շտապ եմ ներկայացնել նրանց։ Մեր տաղավարում է Վարդան Մկրտչյանը, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, բարի լույս, եւ Գևորգ Պողոսյանը, Կերոն զարգացման հիմնադրամի տաղանդների ֆոնդ ծրագրի տնօրեն, բարի լույս։ Բարի լույս։ Պարոնայք, շատ ուրախ ենք ձեզ հետ առավոտը սկսել։ Մենք Միշտ հաճելի է ձեզ տեսնել մեր տաղավարում, հատկապես որ կան լավ նորություններ, տեղեկություններ, որոնք պետք է կիսվենք մեր շատ սիրելի հեռուստատողների հետ։ Դե ինչ դերևս սկսենք փառատոնի մասին, ինչ փառատոն է սա ու ոնց է մեր մասնակցությունը այդտեղ արդեն առաջին անգամ հայտնվել, նաև համագործակցության մասին Կերոն հիմնադրամի հետ նույնպես։ Շեքսպիրյան Ֆրինջը շատ բավական հայտնի փառատոն է Եվրոպայում եւ ես շատ ուրախ եմ, որ մեզ համար բացվում է այդ առաջին ճանապարհը, որը վստահ եմ, որ շարունակական կլինի եւ ոչ միայն Սունդուկյան թատրոնի համար, այլ նաեւ ընդհանրապես տարբեր թատրոնների համար, ովքեր իրենց խաղացանկում ունեն Շեքսպիր, ովքեր Շեքսպիրին մոտենում են տարբեր անկյուններից, չեն վախենում Շեքսպիրից, կամ էլ դեռ կունենան Շեքսպիրյան ներկայացումներ։ Այո։ Եվ սա շատ կարեւոր է, որ հենց Վերոնայում եւ մենք ներկայացնում ենք Ռոմեո Ջուլիետ, այսինքն այդ դեպքերը իրադարձությունները տեղի ունենում հենց այդ քաղաքում։ Սա ինձ համար շատ հետաքրքիր հնարավորություն է չափելու մեր իրականությունը, մեր թատերական իրականությունը։ Դուք կարող եք պատկերացնել, թե Վերոնան քանի Ռոմեո Ջուլիետ է տեսել իր պատմության մեջ, քանի ներկայացումներ է տեսել, եւ կարծում եմ այն ներկայացումը, որ մենք ստեղծել ենք այս պահին, իր անկեղծությամբ անպայման իր արժանի տեղը գրավելու է հանդիսատեսի սրտերում եւ կարծում եմ, որ ջերմ ընդունելություն է գտնելու։ Բայց նաեւ փառատոնը Շեքսպիրյան Ֆրինջից հետո մենք նաեւ մեկնելու ենք Լեհաստան, որտեղ մասնակցելու ենք Direction East փառատոնին, դա արդեն հոկտեմբերին, դարձյալ Ռոմեո Ջուլիետ ներկայացումով։ Դրա մասով նույնպես չէ կհանդիպենք։ Անպայման սիրով։ Շատ լավ։ Դե հիմա հասկանանք մեր Ռոմեոն ինչով է տարբերվում, ով է ռեժիսորը եւ նաեւ ձեր համագործակցության մասին փոքր զրուցենք։ Իհարկե։ Սկսենք Ռոմեոից։ Սկսենք Ռոմեոից։ Մեր բեմադրիչը Ջոն Բլոնդելն է, ով իմ բարեմի բարեկամներից է եւ շատ երկար տարիներ ինքը եղել է Westmont University ուրեմն թատերական բաժնի ղեկավարը եւ բազմաթիվ սերունդներ է կրթել թե ռեժիսորների, թե դերասանների եւ ուրեմն երբ որ ես լսեցի առաջին անգամ Կերոն զարգացման հիմնադրամի մասին, որը ի դեպ փայլուն մի իրականություն է ստեղծում մեր երկրում, Կերոնը իրապես փոխում է միջավայր Հայաստանի Հանրապետությունում եւ Կերոնի հիմնական ծրագրերից մեկը դա տաղանդների talent pool-ն է, տաղանդների ֆոնդ ծրագիրն է, որի շրջանակներում հայկական մի շարք մշակութային կազմակերպություններ իրենց ներուժը համալրում են դրսի կայացած պրոֆեսիոնալներով։ Սա իրապես հրաշալի մի գաղափար է եւ նաեւ իրականություն միևնույն ժամանակ։ Եվ ուրեմն հենց այդ ծրագրի շրջանակում, երբ որ մենք հանդիպեցինք, ես առաջարկեցի Ջոնին հրավիրել եւ ի պատիվ Կերոնի ոչ մի տատանում չեղավ եւ իրենք ամբողջությամբ այս արտիստի հրավերի հետ կապված ամբողջ ծախսերը վերցրեցին իրենց վրա եւ այսօր մենք ունենք այնինչ ունենք, որի համար ես եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալ լինել Կերոն հիմնադրամին իր հրաշալի պոզիտիվ թիմով։ Մարդիկ են պրոֆեսիոնալներ են, որոնք տարբեր մասնագիտություններ ունեն, բայց ես իրենց ասում եմ դուք ձեր մի մասով, ձեր ներսում արվեստագետներ եք, որտեւ այն չափ, որ չափ իրենք են ուզում փոխել մշակութային դաշտը, մեր իրականությունը սա ուղղակի հիացմունքի արժան։ Եվ չի կարող այդ չափ փոփոխություններ բերող մարդկանց պես մի փոքր արվեստ չլինի։ Անհնար է։ Դերասանական անձնակազմը միայն Մայր թատրոնի դերասանական անձնակազմը Մայր թատրոնի անձնակազմն է եւ այստեղ ընդամենը ամսի 24-ին Կիրակի օրը մենք ունենալու ենք առաջին փակ դիտումը, բայց նաև ասեմ, որ սեպտեմբերին մենք Ռոմեո Ջուլիետով կբացենք թատերաշրջանը, մեր 105-րդ թատերաշրջանը եւ այս ուրեմն շատ հետաքրքիր մի երևույթ է կայանում,
66 թվականին այն վայրը, որտեղ Վարդան Աճեմյանը, մեր մեծանուն Վարդան Աճեմյանը ստեղծել էր թատերական ստուդիա, երիտասարդական հարթակ, մենք այդ նույն վայրում ստեղծում ենք երիտասարդական մի շատ շքեղ հետաքրքիր ներկայացում, այնպես որ սեպտեմբերին սիրով մեր հանդիսատեսին սպասում ենք։ Անհամբեր ենք բոլորս, պարոն Պողոսյան, այս համագործակցության շնորհիվ ինչ ակնկալիքներ կունենանք առհասարակ Մայր թատրոնի գլխավորությամբ հայ թատերային աշխարհի հետ կապված։ Ինչ միտումներ կան առջևում։ Մի փոքր ավելի մանրամասնել մեր ծրագրի մասով, քանի որ մենք այո Սունդուկյան թատրոնի հետ Վարդանեն հետ համագործակցում ենք մշակութային արվեստի ոլորտում, բայց մեր ծրագիրը 5 ուղղություններով է աշխատում, այսինքն մենք ունենք մշակույթը որպես մեր ուղղություններից մեկը, բայց նաև ունենք առողջապահությունը, կրթությունը, տարածքային զարգացումը եւ սպորտը։ Եվ այս բոլոր ուղղություններով մենք մասնագետների, ովքեր որ ունեն միջազգային փորձ, միջազգային կապեր եւ ունեն այն հմտությունները, որը պակասում է Հայաստանում, հրավիրում ենք այստեղ աշխատելու եւ այդ իրենց ամբողջ փորձով եւ կապերով նպաստելու այդ ոլորտների զարգացմանը։ Եվ Ջոնի օրինակով մենք արդեն տեսնում ենք, թե ինչ հետաքրքիր առաջին քայլերը, հա, մենք անում ենք միջազգային փառատոնին մասնակցելու ուղղությամբ եւ Ջոնը միացել ընդամենը փետրվար ամսին, այսինքն մենք 3 ամսում ունենք արդեն առաջին արդյունքները, բայց մեր նպատակն է, որպեսզի մենք Ջոնի հմտությունները ու գիտելիքը մաքսիմում օգտագործենք Սունդուկյան թատրոնը եւ նաեւ ընդհանրապես թատերական աշխարհը Հայաստանում էլ ավելի զարգացնելու եւ միջազգային հարթակներում ցույց տալու։ Միաժամանակ սա եւ մեր ծրագրի պարտադիր պայմաններից մեկն է եւ շատ սիրով ոնց որ քննարկելուց հասկացանք եւս այդ նույն միտքը շատ կարեւորում են Սունդուկյան թատրոնում իդեմս Վարդանի, որ պիտի նաեւ լինի կրթական մոտեցում եւ Ջոնը իր գիտելիքներն ու հմտությունը նաեւ ստուդիայի միջոցով փոխանցելու է երիտասարդներին։ Ինչը որ նշանակում է, որ մենք չենք սահմանափակվում են 5 տարով, որ Ջոնը այստեղ է գտնվելու եւ ապրելու եւ աշխատելու, բայց նաեւ իր հմտություններն ու գիտելիքը թողնելու է երիտասարդների մոտ, ինչը որ կապահովի երկարակեցությունը այս ծրագրի։ Ի պատիվ նաև Կերոնի ես ուզում եմ ավելացնել, որ քիչ առաջ էլ եւ արդեն տևական ժամանակ է մենք Գևորգի հետ եւ Կերոնի թիմի հետ քննարկում ենք ոչ միայն արվեստագետներ հրավիրելու, այլ նաև հրավիրելու տեխնիկական աշխատողներ, որովհետեւ այսօր ոչ պակաս կարեւոր է միջազգային լեզվով խոսող, տերմիններով խոսող լուսային դիզայներներ, բեմի մենեջերներ եւ այլն, որոնց կարիքը իրականում շատ կա եւ նրանք տեղակայվելով Սունդուկյան թատրոնում կարող են որպես բազային տեղակայում լինի, բայց միառժամանակ օգտակար լինեն Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր թատերահամերգային կազմակերպություններին։ Այս ներկայացումը Վերոնայում խաղացվելու է հայերեն լեզվով։ Ես վերջին շրջանում Մայր թատրոնում մենք տեսանք ներկայացումներ, որտեղ դերասանները ձեր գլխավորությամբ նաև խոսում էին անգլերեն։ Այս առումով ինչ ծրագրեր կան, պարոն Մկրտչյան, արդյոք մեզ մոտ էլ նախատեսվում են միջոցառումներ կամ ծրագրեր, որտեղ թատերային անգլերենը կամ որևէ օտարլեզու կսովորենք։ Դա մեր նպատակներից է, մեր ռազմավարության մեջ այդ հատվածը նշված է եւ նաեւ Ջոնի օրինակով մենք ինչպես Գևորգը նշեց, ստուդիան, որը կսկսի գործել սեպտեմբեր ամսից, ինքը լինելու է հենց անգլերեն լեզվով ստուդիա։ Այսինքն հայ այն երիտասարդները, ովքեր առավել հետաքրքրված են խորացնելու իրենց արտիստական ունակությունները եւ գիտեն անգլերեն եւ պատրաստ են նաեւ ավելի զարգացնել անգլերենը, արտիստական անգլերենը նաեւ, այո, թատերական անգլերենը, ուրեմն իրենք հնարավորություն կունենան նաեւ ստեղծելու անգլերեն լեզվով ներկայացումներ, որի համար արդեն աշխարհը շատ ավելի հասանելի կլինի, ավելի շատ փառատոններ կսկսեն հետաքրքրվել եւ ոչ միայն անգլերենը, նաեւ մենք մտածում ենք ներկայացում ռուսերեն լեզվով, առաջիկայում սկսած նաև Ռոմեո Ջուլիետ ներկայացումից որոշ ներկայացումներ արդեն կսկսեն անգլերեն սուբտիտրերով գնալ, օպերային թատրոնը ունի այս փորձառությունը եւ բավական երկար ժամանակ, մենք արդեն փորձում ենք դրամատիկական թատրոնում էլ այս մշակույթը մտցնել, որովհետև գիտեք շատ են այն մարդիկ, ովքեր սիրում են թատրոն, բայց լեզուն դառնում է խոչընդոտ։ Պետք է փորձենք կոտրել այդ կարծրատիպը, որի նախադեպը մենք ունենք։ Հրաշալի։ Եվ ես հուսով եմ, որ մոտ ապագայում նույնպես այդ ուղղությամբ շատ հետաքրքիր արդյունքներ կգրանցենք
եւ նաեւ ձեր համագործակցության մասին նույնպես ավաղ ժամանակն է շատ սուղ պետք է մենք ձեզ հրաժեշտ տանք, թե չէ կուզենայինք հետագա պլանների մասին նույնպես խոսել, բայց հավատարիմ մնալով ձեր քաղաքականությանը դուք մի բան անում եք, հետո նոր գալիս ենք խոսել։ Բայց մի բան ես անպայման կուզեմ ասել, քանի որ Գևորգը կարող է շատ համեստ գտնվի եւ չասի, Կերոնը ոչ միայն մշակույթի ոլորտում, այլ նաեւ հրաշալի խաղահրապարակներ է սարքում երեխաների համար։ Դուք խոսել եք այդ մասին արդեն Իմ երեխաները ասում են հայրիկ ասում են մենք Կերոնի այգում ենք արդեն այդպես շատ շնորհակալություն ձեզ երկու թե հիմնադրամին թե թատրոնին մասնավորապես ձեր գլխավորությամբ եւ ձեր նման մեծ թիմի մարդկանց գլխավորությամբ որ նմանատիպ մեծածավալ աշխատանքներ եք անում ու իրոք փոխվում է նաեւ հասարակության կյանքի ռիթմը առօրյայում շնորհակալություն ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում իսկ մենք շարժվենք առաջ անպայման գնացինք